Երբ դու կյանքն ընկալում ես քո մտքի ու հոգու ելևէջումներով, երբ քո գործերում առկա են իրականի ու անիրականի կենդանի թրթիռները, երբ գույնն ու գիծը ներդաշնակվում են ու դառնում գեղեցիկ պատկերներ, ապա ծնվում է այն զարմանահրաշ ու լուսավոր երևույթը, որ կոչվում է արվեստի աշխարհ։ Աշխարհ, որն այնքան հարազատ է քո սրտին ու քո էությանը, արվեստագետ։ Դա շատ աստիճանաբար է տեղի ունենում։ Խաղերի միջոցով, խոսքի միջոցով, զրույցների միջոցով։ Միջավայրը շատ մեծ նշանակություն ունի։ Մանկուց ձևավորվում ես այդ միջավայրի մեջ ու քանի որ շուրջ բոլորդ կողքդ շրջապատված ես արվեստագետներով, դու ինքդ անկախ քեզանից այդ աշխարհի մեջ ես ընդգրկվում։ Ես հիշում եմ, որ մեր տանը բազմաթիվ անգամներ խնջույքներ են տեղի ունեցել, անվանի մարդիկ, նկարիչներ, արվեստագետներ, դերասաններ, ու այդ խոսքը, զրույցը անկախ քեզանից քո վրա ազդեցություն են թողնում։ Հետո որ աստիճանաբար մեծանում ես, դու փորձում ես այդ հիշողություններին վերադառնալ, քանի որ մանկությունը ամենաքաղցր հիշողություններն են, որը մարդուն մինչև իր խորը ծերություն ուղեկցում են։ Ու կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է ամեն դեպքում ձևավորվի արվեստի մշակույթի ոլորտում, որից հետո ինքը անպայման կգտնի իրեն ու շատ կարևոր է, որ մեր մանկապարտեզներից սկսված, դպրոցներից սկսված այդ մշակույթը անպայման ներկա լինի։ Իմ կյանքում մշակույթը անընդհատ էր եւ հայրս, եւ հորեղբայրս, եւ եղբայրս, եւ ընդհանրապես մեր գերդաստանը ամբողջությամբ արվեստի մարդիկ են հիմնականում եւ ես էլ բացառություն չեղա եւ ընտրեցի այս ուղին կերպարվեստը։ Սկզբնական этаպում, երբ որ երեխա ես, դու դա չես հասկանում։ Դու ինքը ոնց որ դա արյան միջոցով փոխանցվում է, գենետիկ կոդով փոխանցվում է։ Դու ինքդ սկսում ես հլավոր խաղալ։ Գույների հետ ես խաղում, փորձում ես ինչ-որ բաներ անել։ Հետո աստիճանաբար, երբ որ մարդը հասունանում է, նոր սկսվում է ինչ-որ հոգևոր этаպ, որը արդեն մղում է դեպի տվյալ մասնագիտությունը։ Ինձ մոտ ես չեմ կարող ասել, որ ես մանկուց նկարել եմ, բայց եւ նկարում էի մուլտֆիլմեր եւ նկարում էի կերպարներ, դա ինձ համար մի աշխարհ էր, որտեղ ես ինձ լավ էի զգում եւ կարծում էի, որ այդտեղ կարող եմ եւ արտահայտվել։ Բայց նկարչի ձևավորվելը անգամ կարող եմ ասել ոչ թե Թեռնեմեզյանում եղավ, այլ Գեղարվեստի ակադեմիայի արդեն 4-5-րդ կուրսում, երբ որ արդեն ավելի ավագ սերնդի հետ սկսեցինք շփվել, Անատոլի Պապյան, Սեթրակյան, Էդվարդ Իսաբեկյան, Էդվարդ Վարդանյան, որոնք արդեն կամաց-կամաց տանում են դեպի պրոֆեսիոնալ ճանապարհ եւ այդտեղ էլ շատ մեծ դպրոց էր, որ բացի նկարչությունից Անատոլի Պապյանը միշտ հրավիրում էր իր արվեստանոց։ Եվ շատ անմիջական զրույցներ, Էլ Գրեկոյից էր խոսում, Դելակրոայից էր խոսում, հետո իր արվեստից էր խոսում։ Ու դու արդեն աստիճանաբար քեզ մոտ արդեն ինչ-որ բան է կատարվում, որը կոչվում է երևի հոգևոր մեծ աճ։ Այդտեղից սկսում ես արդեն այդ ճանապարհը ավելի խորը հետազոտել։ Յուրաքանչյուր ուսանողի խորհուրդ եմ տալիս լավ ուսումնասիրել բնությունը։ Աստծո տված մեծ պարգև է, որը մեր շրջապատում է։ Դա բնությունն է, մարդն է, կենդանիներն են։ Դու ինքդ պետք է անպայման իրեն լավ ճանաչես։ Եվ այդ ուսումնական շրջանը պետք է շատ լավ քրտնաջան անցնել։ Անցնելուց հետո փորձում ես մի փոքր արդեն ներաշխարհիդ անդրադարձ կատարել
եւ այդտեղ գտնում ես քո բնությունը։ Եվ այդտեղ աստիճանաբար դա այսպես մեկ օրվա խնդիր չի, դա երկու օրվա խնդիր չի։ Դա աստիճանաբար ձևավորվող մի փուլ է, որտեղ սկսում ես նաև քեզ գտնել։ Եվ գտնելով քեզ արդեն գալիս է քո աշխարհը, քո ասելիքը, ինչ ես ուզում ասել, ինչն է քո կյանքի ուրեմն հուզող հարցերը, ուր ես գնում։ Եվ այդտեղ արդեն այն գիտելիքները, որոնք ուսումնական շրջանում ձեռք ես բերել, իրենք օգնում են նաև քեզ ավելի ազատ լինել եւ գույների մեջ, եւ գծանկարի մեջ, եւ փորձում ես ազատվել կոպիտ ասած կապանքներից եւ գտնել քո հեքիաթը։ Շատ մարդիկ այդ ճանապարհը անցնում են, շատ մարդիկ գտնում են, շատ մարդիկ չեն գտնում, բայց դա մի հատ հրաշալի ուղի է, որտեղ մարդ սկսում է իրեն գտնել ինքնաճանաչողության միջոցով նաև ճանաչում է արարչին։ Իհարկե մարդ մինչև իր խորոծերություն ուսումնասիրության շրջանի մեջ է, այն ինչ որ դու տեսնում ես վերարտադրել, ինձ սկսեց չբավարարել եւ ես փորձեցի ավելի մաքրվել այն ամենից, ինչը որ ինձ շրջապատում է եւ չգիտեմ, իմ ներքին աշխարհը ավելի պայմանական արվեստին է դեպի գնում, բայց միևնույն է, պայմանականի հետ միասին ես անպայման իր մեջ փորձում եմ գաղափար տեսնել եւ անհատական ցուցահանդես ունեցա 2024 թվականին, այդտեղ եւ պայմանականը կար եւ հոգեվոր եւ ասելիք ունեցող նկարներ կային, որոնք մեկը մեկին լրացնում էին։ Ես չեմ սիրում, որ միայն զգացմունքային լինի, ես սիրում եմ, որ փող լրացնող տարբերակ ունենանք եւ ինձ բավականին հետաքրքիր է այսօր շրջապատում ինչ է կատարվում եւ այդ կատարվելիքը անպայման իմ նկարում պետքա տեղ գտնի, միգուցե 2-3 գույնի հարաբերությամբ, միգուցե մի փոքր շեշտադրում լինի այդ նկարում, բայց անպայման պետք է լինի եւ ես կարծում եմ, որ մարդն ինչքան մեծանում է, այնքան իր ասելիքը ավելի է թանձրանում, ավելի է խորանում եւ այս ժամանակ նոր հասկանում ես, որ ընդհանրապես արվեստը եւ Աստծո տված այս մեզ պարգևը ինչքան հրաշալի բան կարող է անել եւ քեզ փրկելու համար եւ դիմացինին այդ ասելիքը հասցնելու եւ ինչ որ միտեղ մարդու մտածելու առիթ տա թե ինչի ենք ապրում, ինչն է մեր ուղին, որ մարդ եկել է լույս աշխարհ եւ ինչ պետք է անի։ Կարծում եմ, որ արվեստագետների վրա հատկապես այդ խնդիրը դրված է, որ գտնենք այն բանալին, որը ինչ որ մեկին կարող է պետք լինի։ Արվեստը առաջի հերթին կարծում եմ, որ միտք է, որովհետև մտքից է ծնվում մնացած շարադրությունը։ Կտավիդ դու շարադրում ես այն, ինչ որ արդեն քո ներսում եկել է, հասունացել է եւ ես չեմ նկարում հենց այնպես եւ կարծում եմ, որ յուրաքանչյուր արվեստագետ այդ փնտրումի մեջ պետք է լինի, ասելիքը պետք է ձևավորվի, քո մեջ պետք է հասունանա եւ երկար ժամանակ կարող ես այդ ասելիքը անընդհատ նկարել, բայց անպայման պետք է լիցքավորվես։ Ես երկար ժամանակ օրինակ չէի կարողանում նկարել, որովհետև սպառման մի փուլ էր եկել, բայց հիմա նորից սկսել եմ աշխատել, նորից սկսել եմ փնտրումներ անել եւ այդ ասելիքը սկսել է ձևավորվել եւ շատ կարեւոր է ինչի համար ես նկարում։ Նախ եւ առաջ քեզ հետաքրքիր պետք է լինի այն ինչ որ դու անում ես եւ եթե կրկնվում ես, եթե նորից քեզ մոտ նույն հարցերն են գալիս, կարծում եմ ինքդ քո հետ անկեղծ չես։ Դու անպայման պետք է ասելիքդ նորացնես, նոր փնտրում ունենաս, նոր ուրեմն ասելիքը ձևավորված լինի եւ նոր կտավներ ստեղծես եւ չկրկնվես, դրա մեջ ավելի անկեղծ կլինի մարդը։
դա մի անտեսանելի կապ է Աստծո հետ, որտեղ դու ինքդ էլ չես հասկանում ինչ է քո հետ կատարվում եւ դու ժամանակը, պահը, գիտակցությունը ամբողջությամբ կորցնում ես, այսինքն գիտակցությունը պահպանվում է, բայց դու ժամանակի զգացողությունը վերանում է, այդ ժամանակ ստեղծագործելու ժամանակ եւ անգամ այդքան մտածված ինչ որ խնդիրը կարող է մի այլ կերպ գնա եւ կտեսնես, որ ավելի լավ ճանապարհ է գնում, քան դու այդքան մտածում ես։ Եվ կարծում եմ հենց արվեստի ուժը դրա մեջ է, որ անտեսանելի այդ Աստծո ներկայությունը, այդ շնորհը, որ տրվում է այդ պահին կամ շնորհը քեզ մոտ կա, դա մի մեծ ոգևորություն է տալիս, դա մի անբացատրելի երևույթ է, որ դու անընդհատ գալիս ես արվեստանոց, անընդհատ ուզում ես նկարել եւ անկախ ամեն ինչից, կյանքի դժվարություններից, անկախ հաջողություններից եւ պարտություններից, դու անընդհատ ուզում ես այդ հպման մեջ լինել, այդ զգացողությունը նորից վերապրել, որովհետեւ միայն այդ պահին ես դու զգում այդ կապը եւ հենց դադարում է աշխատանքը, դու նաեւ զգում ես հոգնածություն, կենցաղային հոգսեր, բայց այդ պահը անփոխարինելի մի երևույթ է, որը իսկապես կարծում եմ նկարիչները եւ արվեստագետները ապրում են։ Մտքի ու հոգու աշխարհում ճախրանքի թևերից կախված բազում գաղտնիքներ են ապրում, իրենք իրենցով հմայված։ Մտքի ու հոգու աշխարհում գույները գծերին գրկած, սիրո կրակներ են ծնում ու վառում սրտերը հանգած։ Մտքի ու հոգու աշխարհում, երբ կյանքը մթով է պատված, հավատը հույսից է սերում ու լույսն է իջնում գրկաբաց։ Մտքի ու հոգու աշխարհում արարման թռիչքներն անսանձ երազը պատկեր են դարձնում, լուսավոր, գեղեցիկ ու թաց։ Ընդհանրապես շատ եմ ուզում, որ արվեստը կամ մշակույթը մեր կենցաղում էլ լինի։ Եվ անընդհատ այդ փնտրումները եւ այդ ցանկությունը իհարկե շատ անգամ կարծես նեղվում եմ, որ մեր կենցաղը այն կենցաղը չի, որը ես պատկերացնում եի, բայց շատ լավ կլինի, որ յուրաքանչյուր մարդ այդ մշակույթի ու արվեստի կրողը լինի։ Կարծեմ ես մի անգամ ասել եմ, որ արվեստը դա նա չի, որ միայն պետք է ստեղծագործել, արվեստը նաև մարդկային շփման մեջ է, երեխային գրկելու մեջ է, ուրախանալու մեջ է, իրար հանդուրժելու մեջ է, սիրելու մեջ է, հայրենիքը գուրգուրելու մեջ է եւ եթե ես օրինակ մի մարդ եմ տեսնում, որ ծխախոտը կարող է հանգիստ գցել գետնին, ինձ համար դա մի անհասկանալի, անբացատրելի բան է։ Դա նույնպես արվեստի կամ մշակույթի մի տեսակ է, որ ոնց կարող է մարդ վերաբերվել իր սիրած երկրին նման կերպ եւ սա արդեն արվեստի խնդիր, այսինքն սա միայն նկարչի խնդիրը չի, սա յուրաքանչյուր մարդու խնդիրն է։ Դու ոնց ես փորձում ապրել։ Չէ՞ որ միայն արվեստագետին չի տրված այդ զգացմունքները, դա մարդկային Աստծո տված զգացմունքներ են, որ մարդ իսկապես ապրելով պետք է նաև ինչ-որ մի բան տա։ Տալը շատ կարևոր է, այլ ոչ թե վերցնելը։ Մենք մոռացել ենք տալու մասին, մենք անդադ ուզում ենք ինչ-որ բան վերցնենք, իսկ այդ տալը շատ մեծ բավականություն է տալիս։ Նկարիչը, երբ որ մի բան է նկարում, ցուցադրում է, դա էլի ինչ-որ մի փոքր այդ խնդիրն է, որ ինձնից տամ ինչ-որ բան ներկայացնեմ եւ դրանից ավելի մեծ հաճույք երևի չկա։ Սկզբնական շրջանում չէի փնտրում, այլ ուսումնասիրում էի։ Հիմա փնտրում եմ եւ ամեն անգամ գտնում եմ այդ գաղտնիքը ասածը։ Բայց գաղտնիքը ինչի մեջ է, մեր շրջապատող միջավայրի մեջ է հենց անմիջապես։ Այսինքն այն անբացատրելին, որը անդադ մարդ ձգտում է, անդադ հարցադրումներով եւ այդ հարցադրումները մեր հարցադրումները միայն կտավի տեսքով են, այսինքն մենք հարց ենք տալիս եւ այդ պատասխանը ստանում ենք մեկ կտավի շրջանակներում, բայց անդադ այդ հարցը
ով է մարդ, ինչի համար է, ինչն է նրա նպատակը եւ այլն, դա այդ ամեն ինչը հենց այդ նոր կտավների ստեղծման մեջ է, այդ գաղտնիքը կարծում եմ հենց դա է, որ պետք է գնաս անընդհատ եւ ինչքան գնում ես, այնքան քեզ թվում է, որ հեռացել ես։ Այսինքն նման է մի բանի, որ ինչքան լույսին մոտենում ես, բայց միևնույն է քո մեջ այդ լիարժեք լույսը չի բավարարում, որ թվա, որ դու արդեն տեղ ես հասել։ Ու նույնն էլ կարծում եմ կերպարվեստի մեջ։ Ինչքան մարդ ավելի պրոֆեսիոնալ է, այնքան կասկածները ավելի շատ են, այնքան իր բռնած ուղու վրա ինքը ավելի է ուրեմն կասկածում եւ դա կարծում եմ ամենաճիշտ ճանապարհն է, որովհետեւ այդտեղ դու գտնում ես նորանոր աշխատանքներ, նորանոր ձեռքբերումներ, բայց չես բավարարվում դրանով, որովհետեւ քեզ թվում է, որ դու դեռ չես հասել այն կետին, որին պետք է հասնեիր։ Միջնադարյան արվեստագետները, քանդակագործները հատկապես ծառայում են մեծ գաղափարի, որը իրենք շատ ավելի լավ են տիրապետում, քան մենք։ Եվ այդ ծառայությունը դա բնության է, արարչին գովաբանելն էր։ Հետո աստիճանաբար եկավ ստորագրություն, եւ մենք սկսեցինք մեր եսը ավելի շատ շեշտել։ Ես չեմ ասի, որ ինչ որ բան փոխվեց, բայց այն արվեստը, այն մեծ ուժ ունեցող ուրեմն ծառայությունը կարծես մի քիչ նվազեց։ Եվ եթե մենք ուրեմն զարմանում ենք հունական, անտիկ շրջանի քանդակագործության վրա, եգիպտական, հետո որից հետո եկավ վերածննդի վարպետները, որոնք ինչ որ չափով արդեն սկսեցին իրենց եսը շեշտել, բայց միևնույն է, իրենց ծառայությունը ամբողջությամբ այդ մեծ արարչական ուրեմն նպատակներ հետապնդում։ Եթե մենք ուսումնասիրում ենք Միքելանջելոյի կյանքը, դա մի ճգնություն է եղել։ Իհարկե վարձատրություններ եղել են, իհարկե այդ ամենը մարդը իր շնորհակալական ուրեմն բան ունեցել է, բայց միևնույն է, իր ծառայությունը ավելի մեծ է եղել, քան այսօրվա արվեստագետներինը։ Մենք ես ասեմ, որ ոչ մեկին չվիրավորեմ։ Ես դեռ աշխատանքը չվերջացրած մտածում եմ ոնց անեմ վաճառեմ այս գործը կամ ոնց անեմ հաջողության հասնեմ։ Բայց չէ որ յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր նկարիչ պետք է մտածի ոնց անեմ, որ ավելի լավ լինի։ Ոնց անեմ, որ իմ աշխատանքը ավելի լավ լինի։ Մի անգամ շատ լավ դեպք պատահեց մեր շատ անվանի վարպետներից Լևոն Կոջյանը մի հատ նկար էր նկարել, այնքան անուշ բան ասեց, ասում է մի հատ նկար եմ նկարել, շատ սիրուն նկար է, տանեմ մարդիկ ուրախանան։ Այդ նենց բան էր, իմ մեջ նենց սիրտս բացվեց, ասում եմ, այ մարդ չասեց այս մարդը, տանեմ զարմացնեմ, հիմա որ շատ ավելի ընդունված է, տանեմ զարմացնեմ, այլ տանեմ մարդիկ ուրախանան, ծիծեռնակներ էր նկարել, թռչող, ու իրոք մենք մոռանում ենք ինչի համար է արվեստը ընդհանրապես եւ ինչին պիտի ծառայի, ոչ թե մեր եսին, մենք ազգանուններս ավելի մեծ գրենք, որ մեզ նկատեն, այլ ինչ ենք ուզում արած լինենք, որ ինչ որ հետք անգամ հետո Աստված տա, մեզնից հետո թողնենք։ Հիմա ավելի շատ եմ մտածում կյանքի իմաստը ինչումն է։ Եվ ինչքան կարծես մարդը հասունանում է, այնքան այդ հարցադրումները ավելի են շատանում։ Ես գիտեմ, որ մարդը ինչ-որ տեղ պետք է գնա։ Եվ դրա մեջ համոզված եմ։ Բայց գնալու համար պետք է քո ճանապարհը արդար անցնես։ Հնարավորինս մաքուր անցնես։ Իհարկե, սայթակում ենք, ընկնում ենք, ցավեր ենք ունենում, բայց այդ ցավերից հետո վեր ես կանում, նորից ուզում ես քայլել,
ու այդ քայլելու մեջ այ ամենամեծ խորհուրդը քայլել դեպի այդ տեղը, որտեղ հավերժություն կա։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ այդ ճանապարհը պետք է անցնի, այլ ոչ թե կանգ առնի։ Կանգ առնելը ամենավատ բանն է։ Կանգ առնել, բավարարվել ուրեմն այդ քո նյութականով, բավարարվել քո փառքով, այդտեղ արդեն վերանում է մարդու ամենակարևոր խորհուրդը։ Դու երեխա պետք է ունենաս, փոխանցես քո երեխային այդ քո անցումը, այդ շարժը, ճանապարհը։ Եվ ինչու՞մն է, որ ասում են, ինչ լավ երեխա է, ոնց որ ծառը, ասում է, պտուղը ծառից հեռու չի ընկել։ Միայն դա չի, որ երեխան ծնվեց, տեսավ քեզ, դու առավոտյան զարթնում ես ու երեկոյան գալիս ես աշխատանքից տուն։ Երեխան պետքա տեսնի, թե հայրը ուր է ընթանում եւ ուզենա քո հետևից գա, եւ յուրաքանչյուր մարդ, ում ուզում են հետևեն, պետք է այդ ճանապարհը ցույց տա, ուր է ուզում գնա։ Եվ հենց երևի մի քիչ խտացված նկարիչների ու արվեստագետների մոտ դա ամեն օրվա խնդիր է։ Մենք ամեն օր այդ հարցը մեզ ենք տալիս, մենք ինչու ենք նկարում, ինչու ենք ստեղծագործում, չէ՞ որ այս ամեն ինչը պետք է ինչ-որ մի տեղ տանի։ Առաջի հերթին ինքդ քեզ ես փորձում մաքրել։ Ինքդ քեզ փորձում ես շտկել, ինչ-որ սխալներ արել ես ժամանակին, անգամ շատ նկարիչներ իրենց ձեռագիրը փոխում են, որովհետև գնալով ավելի են մաքրվում, ավելի են պարզանում, ավելի են քիչ խոսում, երիտասարդ ժամանակ ավելի մեծ բաներ ես անում, ինչ-որ փորձեր ես անում, հետո աստիճանաբար սկսվում է խաղաղվել մեջդ այդ փոթորիկները եւ այդ խաղաղվելը հենց այդ ճանապարհն է, որ դու անցնում ես։ Միգուցե աննկատ ճանապարհ է, բայց քեզ համար շատ նկատելի, որովհետեւ դու գիտես ուր ես գնում եւ շատ կարեւոր է, որ յուրաքանչյուր մարդ այդ ասելիքը, այդ խորհուրդը ունենա իր մեջ եւ կարծում եմ, որ այդ ժամանակ նաեւ մեր հասարակությունը շատ ավելի գիտակցված ու ավելի շատ խելացի կլինի, քան չգիտեմ, ես չասեմ այսօր կամ վաղը, բայց ամեն դեպքում այդ հարցադրումները պետք է անպայման յուրաքանչյուր մարդ ունենա։